Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մենք պատրաստելու ենք շատ համեղ մսով տոլմա եւ առաջին հարցը ինչից է որ որոշ մարդկանց մոտ մսով տոլման համեղ ու կշտացնող է ստացվում որոշների մոտ ոչ կամ հարցը այլ կերպ ձևակերպենք ինչից է որ նույն մարդու մոտ մսով տոլման երբեմն համեղ ու կշտացնող է ստացվում երբեմն ոչ մսով տոլմայի համեղ ու կշտացնող լինելը կախված է մի քանի կարևոր գործոններից մսի տեսակից եւ ճարպայնությունից երկրորդը բրնձի եւ մսի հարաբերակցությունից երրորդը համեմունքներից եւ սոխից Հիմա սկզբից լավ տոլման սովորաբար պատրաստվում է ոչ շատ չոր, ոչ էլ չափազանց ճարպոտ մսից։ Եթե միսը շատ չոր է, օրինակ միայն մաքուր տավարի միս է առանց ճարպի, տոլման կարող է դատարկ ու չկշտացնող թվալ։ Եթե կա ճիշտ չափի ճարպ, խոզ, գառ, խառնուրդ, խոզի գառի խառնուրդ, ուտեստը ավելի հագեցնող է լինում։ Մյուսը բրինձի եւ մսի հարաբերակցությունը։ Եթե բրինձը շատ է, իսկ միսը քիչ, տոլման դառնում է փափուկ, բայց մսի համը կորում է։ Լավ համի համար միսը պետք է գերակշռի ոչ թե բրինձը։ Եվ համեմունքներ եւ սոխ։ Սոխը շատ մեծ դեր ունի, պետք է լավ մանր կտրատած կամ տապակած լինի։ Այն հյութեղություն, քաղցրություն է տալիս մսին։ Համեմունքների պակասը տոլման դարձնում է անհետաքրքիր, իսկ ճիշտ համեմվածը թվում է լի ու կշտացնող։ Հիմա ինչպես պատրաստել համեղ եւ կշտացնող տոլմա վերաթվարկված բաղադրիչների միջոցով մսի, բրնձի, սոխի ճշգրիտ համամասնությամբ։ Մսով տոլմայի տարբերակներ շատ կան, ուղղակի այս տարբերակը։ Մսով տոլմայի տարբերակ, որը սովորաբար ստացվում է համեղ, հյութեղ ու իսկապես կշտացնող, ճշգրիտ համամասնություններ, դասական եւ վստահելի փորձված տարբերակ է։ Բաղադրիչներն եմ ներկայացնում 1 կիլոգրամ միս, որից 600 գրամը տավար, 400 գրամը խոզ կամ նույն քանակով տավար եւ գառ։ Խուսափում ենք միայն տավարից, եթե ուզում եք կշտացնող լինի, որովհետև տավարը յուղայնություն չունի այդքան։ Բրինձը 150-ից 180 գրամ 1 կիլոգրամ մսի համար։ Բրինձը պետք է լինի մսից զգալիորեն քիչ։ Սոխը քանակը շատ պետք է լինի 3-ից 4 մեծ գլուխ, մանր կտրատած։ Կարելի է նաև թեթևակի տապակել մինչև փափկի։ Յուղ կամ կարագ 50-ից 70 գրամ։ Մի մասը պետք է լցնենք միջուկի մեջ, մյուս մասը եփելու ընթացքում վերևից լցնում ենք վրան։ Համեմունքներ աղ ըստ-ճաշակի, սև պղպեղ պարտադիր, կարմիր պղպեղ ցանկալի մի քիչ, չոր անանուխ կամ թարմ կանաչի համեմ սամիջ ըստ-ճաշակի։ Խաղողի տերևներ թեթև թթվաշը լավագույնն է, եթե շատ թույ են մի քիչ լվանալ։ Ինչպես ենք պատրաստելու գաղտնիքները։ Ինչպես պատրաստել միջուկը։ Ամեն ինչ լավ խառնում ենք ձեռքով, բայց ոչ գդալով։ Վերջում ավելացնում ենք կես բաժակ տաք ջուր կամ արգանակ հյութեղությունը պահպանելու համար։ Հիմա ինչպես ճիշտ փաթաթել։ Ամուր չպետք է փաթաթել, բրինձը որտեղ եփում մեծանում է։ Ինչպես ճիշտ եփել։ Սա ամենակարևոր մասն է։ Կաթսայի հատակին դնում ենք մի քանի տերև, մի քանի կտոր կարագ։ Տոլմաները շարում ենք խիտ։ Վերևից շարելուց հետո դնում ենք ափսե, որ չբացվեն։ Լցնում ենք տաք ջուր կամ արգանակ, մինչև ծածկվի։ Եփում ենք թույլ կրակի վրա 50-ից 60 րոպե։ Վերջին 10 րոպեին կարող ենք ավելացնել 1-ից 2 ճաշի գդալ կարագ կամ մի քիչ կիտրոնի հյութ, եթե սիրում ենք թեթև թթվություն։ Ինչու է սա այս տարբերակը կշտացնող։ Քանի որ ճարպ ու միս միասին հագեցնում են, սոխի քաղցրությունն ու կարագը լիարժեք են դարձնում համը, քիչ բրինձ է գործածում տոլմայի մեջ,
ոչ թե բրնձով փաթաթված ինչ-որ բան։ Այդ 50-ից 70 գրամ կարագից կամ յուղից, ասացին կեսը խճողակի մեջ, կեսը վրան, ուրեմն կստացվի 25-ից 35 գրամը խճողակի մեջ ենք լցնում, ուղղակի մսի բրնձի խառնուրդի մեջ խառնելու պահին։ Այս նրա համար, որպեսզի միջուկը չչորանա եւ տոլման ներսից լինի հյութեղ ու հագեցված։ Մյուս մասը վերևից լցնելու ենք եփելու ընթացքում։ Դնում ենք տոլմաների վրա կաթսայի մեջ, երբ արդեն շարել ենք տոլմաները։ Ինչ է կարելի անել։ Կարելի է փոքր կտորներով դնել տոլմաների վրա կամ հալեցնել, լցնել վերևից։ Սա արվում է, որպեսզի տոլման եփվելից լրացուցիչ համու բույր ստանա, չկպչի, վերջում լինի ավելի կշտացնող ու փայլուն։ Կարճ ասած, եթե դնում ենք խճողակի մեջ կարագը, տոլման ներսից հյութեղ ու կշտացնող է լինում։ Եթե վրան ենք դնում, սա ուրեմն եփվելից համը բացում է ու չի չորացնում։ Հիմա այստեղ հարց. տոլման որ դեպքում եփել կարագով եւ որ դեպքով բուսայուղով, չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ եւ կարագով ենք պատրաստում եւ բուսայուղով։ Հիմա երբ որ դեպքում տոլման պատրաստում ենք կարագով, երբ օգտագործում ենք տավարի միս, որը յուղոտ չէ, կամ տավար ու գառ խառնուրդ, ցանկանում ենք խորը հարուստ տնային համ ստանալ, խաղողի տերևը թեթև թթվաշ է լինում, տոլման պիտի լինի կշտացնող, ծանրացող, դասական, կարագը տալիս է բույր հագեցնող զգացում, որն է թերությունը կարագով պատրաստելու, եթե չափից շատ կարագ ենք դնում, կարող է ծանրանալ ստամոքսի համար։ Երբ է ավելի լավ բուսայուղը գործածել։ Բուսայուղը դա կլինի արևածաղկի կամ ձիթապտղի, ընտրում ենք ինքներս, եթե միսը արդեն ճարպոտ է, խոզ է կամ գառ է։ Եթե ուզում ենք ավելի թեթև տոլմա ստանալ, ոչ ստամոքսին չծանրացնող, ամառային տարբերակ ենք ընտրում։ Եթե չենք ուզում, որ կարագի համը ծածկի մսինը, բուսայուղը պահում է մսի իրական համը, չի ծանրացնում։ Հիմա լավագույն տարբերակը ինչ անենք, որպեսզի ոսկի միջինը վերցնենք։ Վերցնում ենք կես կարագ, կես բուսայուղ։ Միջուկի մեջ լցնում ենք բուսայուղ, իսկ վրան մի քիչ կարագ։ Սա ամենահավասարակշռված տարբերակն է։ Ինչպես անել, որ տոլման առանց կարագ էլ համեղ լինի։ Երբեմն կարագ չենք գործածում, բայց ուզում ենք համեղ լինի։ Եթե կարագ չենք ուզում կամ չի կարելի, սոխը պատրաստում ենք ճիշտ ձևով, այսինքն սոխը թեթևակի տապակում ենք բուսայուղով մինչև փափկի, բայց չկարմրի։ Սա կարագի քաղցրությունն է փոխհատուցում։ Միջուկին ջուր կամ արգանակ ենք ավելացնում, կես բաժակ տաք ջուր կամ մսի արգանակ, առանց դրա տոլման չոր կլինի։ Ճարպոտ միս պետք է ընտրել, մաքուր տավարից պետք է խուսափել։ Գոնե պետք է լինի 15-ից 20% ճարպ, կաթսայի հատակին դնում ենք տերևներ, մի քիչ բուսայուղ, կպչել չի տալիս ու համ է ավելացնում։ Եփման վերջում մի փոքր թթվություն, 1-ից 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ մի քիչ խաղողի հյութ, թթու ջուր։ Թթվությունը կենդանացնում է համը, նույնիսկ առանց կարագի։ Հիմա ամփոփենք։ Սա խորդասական եղանակներ։ Խորդասական տոլմա պատրաստելու համար օգտագործում ենք կարագ, թեթև մաքուր համ ստանալու համար բուսայուղ, լավագույն հավասարակշռության համար երկուսը միասին, կեսը կարագ, կեսը բուսայուղ, առանց կարագի դեպքում սոխ, ջուր, ճիշտ միս ու դանդաղ եփում։ Այսքանը այսօրվա համար, կհանդիպենք, ցտեսություն։